Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, եկեք այսօր միասին պատրաստենք իմ խոստացած ժելեով, ելակով, բիսկվիթով տորթը։ Այդ շատ համեղ տորթը պատրաստելու համար մեզ հարկավոր է ալյուր, կարագ, շաքարավազ, վանիլին, ձու, օսլա, եգիպտացորենի և փխրեցուցիչ։ Սկսեցինք։ Ուրեմն արդեն սենյակային ջերմաստիճանի կարագը հարելու ենք մի փոքր։ Կարագը արդեն հարել ենք, մի փոքր սպիտակել է, ավելացնում ենք վանիլինը և շաքարավազը։ Նորից ենք հարելու։ Հիմա ավելացնում ենք 3 ձու, ամբողջական ձու։ Կարագը և շաքարավազը հարելուց բավականին սպիտակում է արդեն։ Ես գիտեմ, որ ձվերը թարմ են, այդ պատճառով չեմ ստգում։ Նորից ենք հարում։ Սիրելի հետևորդներ, ուրեմն ավելացնում ենք լավ հարելուց հետո իհարկե ալյուրի վրա ավելացնում ենք օսլան, եգիպտացորենի, և փխրեցուցիչը։ Եվ արդեն նորից միքսերով շատ թույլ հարելու ենք, քիչ-քիչ ենք ավելացնում։ Սիրելիներս, ուրեմն ես բիսկվիթի մեջ ավելացնում եմ 1 կիտրոնի քելուկ, միջին չափի կիտրոնի քելուկ։ Դուք կարող եք չավելացնել, սա պարտադիր պայման չէ, ուղղակի ելակի հետ կիտրոնի համը այսպես շատ համեղ է ստացվում։ Եթե կուզեք ավելացրեք, եթե չէ, պարտադիր չէ սա։ Նորից լավ մի հատ խառնելու ենք։ Ինձ մոտ 26 սանտիմետրանոց ձևաման է, դուք կարող եք փոքրով պատրաստել, ինչպես կուզեք։ Ես ուղղակի, որպեսզի չհարցնեք, սովորաբար հարցնում են ձևամանի չափը, այդ պատճառով եմ ես ասում, հիմա թխելու ենք բիսկվիթը։ Նախորոք արդեն միացնում ենք ջեռոցը 170 աստիճանի, 170-175 աստիճանի տակ ենք եփելու, թխելու։ Որքան հնարավոր է հավասարեցրեք, որ բիսկվիթը հավասար ստանանք։ Սիրելիներս, հիմա նախորոք մինչև մեր բիսկվիթի թխվելը պիտի ժելատինը թրջենք արդեն։ Ուրեմն ես վերցնում եմ 2 ժելատին, դուք կարող եք քիչ չափաբաժնով անել, այսինքն
մեկը վերցնել 9 գրամ վերցնել։ Սովորական, այսպես ենք ջուրը ավելացնում ենք ժելատինի վրա։ Այսպես, դա մեր ժելատինը, որ սպասում ենք մինչև լավ ուրչի։ Հիմա պատրաստում ենք պուդինգով կրեմը, կաթը մեզ հարկավոր և պուդինգը։ Իհարկե, դու կարող եք պուդինգ, եթե չկա պուդինգ, կամ չեք սիրում պուդինգի համը, չեք ուզում սրանով պատրաստել, դու կարող եք ուղղակի եփովի կրեմ եփել, մեկ բաժին եփովի կրեմ եփել, բոլորովին տարբերություն չկա։ Պուդինգով պատրաստածի մեջ այդ զանգվածի թե եփովի կրեմի, ճիշտը որ ասեմ, եփովի կրեմով ավելի հաջող է ստացվում ու ավելի համեղ է լինում։ Այսպես, ուրեմն կաթը սկզբից, եթե պուդինգով ենք սարքել պատրաստելու, ուրեմն կաթը հասցնում ենք եռման աստիճանի և քիչ-քիչ ավելացնում ենք պուդինգը ու խառնում ենք, մինչև արդեն կրեմանման զանգված ստանանք, այսքանը։ Սիրելիներս, ուրեմն կրեմը մեր պատրաստ է արդեն, հիմա ավելացնում ենք կարագը, հենց կարող եք սառը կարագը բոլորովին հալվել է, հենց այսպես տաք վիճակում ավելացնում ենք արդեն թրջված և լավ փափկած, ուրչած, այսպես ասած, ժելատինը։ Եվ նորից խառնում ենք։ Հիմա մենք պատրաստում ենք արդեն հիմնական մեր պանիրով, այսինքն մասկարպոնով, թթվասերով և սերուցքով պատրաստվող կրեմը։ Ուրեմն ամանի մեջ լցում ենք մասկարպոնը, չափերը անպայման կգրել։ Դուք կարող եք կաթնաշորով պատրաստել նույնիսկ, եթե մասկարպոն չկա կամ չեք ուզում ուղղակի չեք սիրում մասկարպոնի համը, կարող եք կաթնաշորով պատրաստել։ Ուղղակի ավելացնում ենք թթվասերը, և սերուցքը։ Ավելացնում ենք նաև շաքարի փոշին։ Շաքարի փոշին ըստ ճաշակի է։ Ես կավելացնեմ 4 ճաշի գթալ, կփորձեմ, կտեսնեմ, եթե քաղցր է, քաղցր չէ, նորից կավելացնեմ։ 4 ճաշի գթալը սկզբի համար բավական է։ Հիմա հարում ենք, որ ստանանք համասեր զանգված։
պատրաստ է արդեն մեր մասկարպոնով եւ սերուցքով խառը զանգվածը, հիմա ավելացնում ենք քիչ-քիչ, գթար մեր կրեմը։ Եվ նորից հարելու ենք, բոլորը միասին արդեն։ Ուրեմն բիսկվիթը մեր արդեն պատրաստ է, տեղավորել ենք ձևամանի մեջ եւ մի փոքր այսպես ելակի մուրաբա եմ քսում, տեսեք, այսպես շատ քիչ։ Հարյուր գրամի չափ։ Մի հատ մաքրում եմ ձևամանը, որպեսզի մեր սպիտակ մասը գեղեցիկ լինի։ Այսպես։ Եվ ավելացնում ենք, մի հատ նորից լավ խառնում ենք։ Ու ավելացնում ենք ձևամանի մեջ, բիսկվիթի վրա։ Որելու ենք սառցախցիկ։ Եթե ուզում եք, որ երկար տևի, դանդաղ սառի, ուրեմն տեղավորեք սառնարան։ Ես որպեսզի արագ լինի, դնում եմ սառցախցիկ։ Ուրեմն հիմա պատրաստում ենք ելակի վերևի, ամենավերևի շերտի ելակի վրա լցնելու ժելեն կարելի ասել, մեզ հարկավոր է ժելատին եւ ես այստեղ ունեմ 400 գրամ ելակի կոմպոտ, տաքացրել եմ արդեն, գոլից մի քիչ տաք վիճակում, արդեն թրջած ժելատինը, մենք նոր մի քիչ առաջ միասին թրջեցինք, դուք արդեն տեսաք ինչպես ենք թրջում, ավելացնում ենք այս տաք կոմպոտի վրա։ Չի կարելի եռացնել, բայց գոլից մի քիչ տաք լինի, որպեսզի մեր արդեն թրջած ժելատինը հավելի։ Արելու ենք արդեն ելակները։ Ելակները ինչպես կուզեք, ինչպես դուք գտնում եք ճիշտ, այդպես էլ կարող եք շարել։ Օրինակ ես մտածում եմ, որ այսպես կարելի է շարել, որովհետև միշտ այդպես եմ շարել, կարող եք օգտագործել եւ մեծ եւ փոքր ելակներ։ Այնպես որ դա էլ է ձեր ուզելով։ Իհարկե հաճելի կլինի, որ առաջին շերտը միայն մեծերը լինեն, որպեսզի ճիշտ ստացվի։ Հետո իհարկե կարող եք փոխել։ Ես ելակները լավ լվացել եմ, չորացրել եմ եւ հետո անպայման ասեմ, որ շատ լավ կլինի, եթե ելակները լինեն սառնարանից հանված, որով սառը լինեն, որպեսզի ժելատինը շուտ սկսի դոնդողանալ։ Ելակները արդեն
ինչ ձևով որ ուզեցինք շարեցինք, դուք էլ կարող եք այսպես ստեղծագործել ուղղակի։ Ու առաջին շերտը լցնելու ենք շատ քիչ չծածկի ելակները, որպեսզի մի փոքր սառելուց հետո նոր ավելացնենք մնացած ամբողջ հեղուկը։ Շատ չենք լցնելու, որպեսզի այս տաք զանգվածը չհալեցնի մեր կրեմը։ Հիմա նորից դնելու ենք սառնարան, մի փոքր դոնդողանալուց հետո ավելացնում ենք արդեն ամբողջովին հեղուկը։ Սիրելիներս, ուրեմն մինչև մեր ժելեի առաջին շերտը սառելը, եթե զգում եք, որ սառում է հեղուկը, այսինքն կոմպոտը եւ ժելատինը, դուք կարող եք դնել միկրոալիքային վառարանի մեջ, մի փոքր գոլանա, ինքը նորից դառնում է նույն հեղուկը։ Այնպես որ չմտածեք, որ սառեց, ուրեմն վերջ արդեն պետք չէ օգտագործել։ Հիմա այսպես ես կթողնեմ, մինչև մեր առաջին շերտը սառի։ Սիրելիներս, արդեն դոնդող է դարձել, տեսեք։ Առաջին շերտը մի փոքր որ լցրել ենք, հիմա արդեն շարունակում ենք լցնել, մինչև ելակները փակվեն, ծածկվեն։ Հիմա նորից դնելու ենք սառնարան։ Եվ այսպես մենք ավարտեցինք արդեն, սառել է բավականին, չեմ կարող ասել, որ մի քանի ժամ մնացել է, ընդամենը 1 ժամ է մնացել սառնարանում եւ ստացել ենք այսպիսի գեղեցիկ տորտ։ Տորտ ժելեով, բիսկվիտով տորտ։ Հիմա փորձենք կտրենք ու տեսնենք ընդհանուր կտրվածքը։ Եվ այսպես, սա էլ կտրվածքը, սիրելիներս, տեսեք, այսպիսի գեղեցիկ կտրվածք ունենք, դեռ եթե մի ժամ էլ սառել, ավելի այսպես սահուն կերևար կտրվածքը, ավելի գեղեցիկ կերևար, բայց փառք Աստծո կտրվել է, այսպես սիրելիներս, տեսեք, շատ համեղ բիսկվիթը, տեսեք, շատ համեղ է ստացվել։ Մի փոքր ես փորձեցի արդեն։ Սիրելիներս, իրականում շատ համեղ տորտ է ստացվել, կարծես պաղպաղակ լինի, սա ընդհանրապես ամառն են պատրաստում, պաղպաղակի փոխարեն այսպես հաճելի խմորեղեն է ստացվում, իհարկե խմորեղենային մասը շատ քիչ է, տեսնում եք միայն տակի մասն է, բիսկվիթային մասը, Եվ շատ համեղ է, իրականում շատ համեղ է, խնդրում եմ դուք էլ պատրաստեք, սառնանում միշտ ունեցեք, սա հանգիստ կարող եք դնել սառցախցիկ, իհարկե ֆոլգայապատել, որովհետև ինքը դոնդող է, չի կպնելու,
ոչ մի գտնող հատկություն չունի, հետո հանում եք արդեն շատ լավ, նույնիսկ սառած վիճակում շատ համեղ է։ Այսքան իմ շատ սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ շատ, ինձ թվում է ձեզ դուր կգա այս տորթը, պաղպաղակ տորթը կարելի ասել։ Շնորհակալ եմ շատ ձեր գեղեցիկ խոսքերից, ձեր վերաբերմունքից, անչափ շնորհակալ եմ։ Ասեմ, որ մինչև ավարտելս, ասեմ, որ մի բաժանորդուհի ինձ գրել էր, որ ես ինչու չկիսեցի թխվածքաբլիթը, որ ցույց տամ, ինչպես է թխվել ներսից, տեսեք, շատ լավ թխվածքաբլիթ է, տեսեք, փշրվում է ինքը, շատ լավ խմոր է և շատ փափուկ, արդեն երրորդ օրն է, բայց ամանի մեջ դրված շատ փափուկ է, շատ, տեսեք, այսպիսի, ինձ թվում է սիրելի հետևորդ, դու կնայես, կտեսնես, որ իրականում շատ գեղեցիկ կտրվում է և շատ փափուկ թխվածքաբլիթ է։ Սա էլ այսպես, այսքանը սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք մյուս շատ համեղ տեսանյութում։